Իսկ դուք գիտեք, որ Ավստրալիայի թագավորը գահ է բարձրացել 73 տարեկան հասակում, սահմանելով պատմական ռեկորդ։ Հենց 73 տարեկան հասակում 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Չարլզ III-ը բարձրացավ գահ և դարձավ բրիտանական պատմության մեջ գահը ստանձնած ամենատարեց միապետը։ Իսկ այսօր հունիսի 8-ին Ավստրալիայի նահանգների մեծ մասում նրա պաշտոնական ծննդյան առթիվ ոչ աշխատանքային օր է համարվում։ Նա լեգենդար թագուհի Ելիզաբեթ II և արքայազն Ֆիլիպի անդրանիկ որդին է։ Մինչ գահ բարձրանալը նա տասնամյակներ շարունակ աշխարհին հայտնի էր որպես արքայազն Չարլզ, լինելով բրիտանական պատմության ամենաերկար ժամանակ գահաժառանգ սպասած անձը։ Այսօր Սիդնեյի հանրահայտ օպերայի տան և բուսաբանական այգու հարևանությամբ վերխոյացող կառավարական տունը իր դռներն էր բացել հազարավոր այցելուների առջև։ Այս տունը, որը կառուցվել է 1837-ից 1843 թվականներին, տասնամյակներ շարունակ եղել է Նոր Հարավային Ուելսի նահանգապետերի պաշտոնական նստավայրն ու տունը։ 1845 թվականից ի վեր այստեղ ապրել և ծառայել են 24 նահանգապետեր, իսկ ժամանակ առ ժամանակ այստեղ են բնակվել նաև Ավստրալիայի գլխավոր նահանգապետերը։ Այսօր այս պատմական պատերի ներսում տիրում էր տոնական մթնոլորտ, քանի որ Ավստրալիան պատրաստվում է նշել թագավորի պաշտոնական ծննդյան օրը։ Տոնի տրամադրությունն ամբողջացնում են կառավարական տան բակում ցուցադրված հնամենի և շքեղ վինտաժ ավտոմեքենաները, որոնք իրենց փայլով և պատմությամբ այցելուներին կարծես տեղափոխում էին մեկ այլ դարաշրջան։ Շքերթի, երաժշտության և պատմական մեքենաների համադրությունը ամբողջ տարածքը վերերացել կենդանի պատմության մի հատվածի։ Սակայն այս տոնը ունի հետաքրքիր պատմություն։ Չնայած Չարլզ III թագավորի իրական ծննդյան օրը նոյեմբերի 14-ին է, պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին։ Ավանդույթը ձևավորվել է դեռևս 18-րդ դարում, երբ միապետի պաշտոնական ծննդյան օրը տեղափոխվեց տարվա ավելի բարենպաստ եղանակային շրջան, հնարավորություն տալով անցկացնել մեծ պետական և ռազմական հանդիսություններ։ Ավստրալիայում այն ավանդաբար նշվում է հունիսի 2-րդ երկուշաբթի օրը։ Չարլզ III-ը հանգուցյալ Ելիզավետա II թագուհու և արքայազն Ֆիլիպի ավագ որդին է, ավելի քան 7 տասնամյակ եղել է բրիտանական գահի ժառանգը։ 2022 թվականին իր մոր Ելիզավետա II թագուհու մահից հետո նա գահ է բարձրացել 73 տարեկան հասակում, դառնալով Մեծ Բրիտանիայի պատմության մեջ գահը ստանձնած ամենատարեց միապետը և ամենաերկար ժամանակ գահին սպասած ժառանգը։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս միապետի պատմությունը կապվում է նաև Հայաստանի հետ։ 2013 թվականի մայիսին դեռևս որպես արքայազն Չարլզ նա պատմական այց է կատարել Հայաստան, դառնալով բրիտանական թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով այցելել է հայկական հող։ Նա Հայաստան էր ժամանել Երևան իմ սեր բարեգործական հիմնադրամի հրավերով և աջակցում էր ծրագրին, որի նպատակն էր Երևանի պատմական շենքերի վերականգնում ու դրանց սոցիալական և կրթական նշանակության կենտրոնների վերածումը։ Այցի ընթացքում նա այցելել է Մատենադարան, ծանոթացել հայկական հազարամյա ձեռագրերին, հանդիպել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Այսօր, քայլելով Սիդնեյի պատմական այգիներով և կառավարական տան տարածքով, ակամայից զգում ես, թե ինչպես են միահյուսվում պատմության թելերը։ Մի կողմում Ավստրալիայի թագավորական ավանդույթներն են, մյուսում Հայաստանի հազարամյա մշակույթն ու հարուստ ժառանգությունը։ Եվ թվում է, թե հազարավոր կիլոմետրերով բաժանված այս երկու երկրները մի պահ հանդիպում են նույն պատմության էջերում, հիշեցնելով, որ մշակույթն ու պատմությունը կարող են կամուրջներ կառուցել ժողովուրդների միջև, իսկ մարդկային արժեքները միավորել աշխարհը, անկախ հեռավորությունից։